Իրավի այսօր ես այնպես եմ ուզում խոսել վերածննդի մասին իբրև ամենաառեղծվածային դարաշրջան եւ իզուր չէ որ այն չէին համարում դարաշրջան, համարում էին շարժում, որովհետեւ վերածնունդը ամենալավը բնութագրվում է իբրև շարժում, քանզի առաջին անգամ հենց այդ ընթացքում մարդը հասկացավ, որ նա շարժվում է ժամանակի մեջ, շարժվելով վերափոխում է աշխարհը եւ այդ աշխարհի մեջ ունի կենտրոնական դերակատարություն։ Այ հենց այդ շարժման վեկտորը ուղին մենք կփորձենք քննարկել եւ բարձել թե ինչու մեր այդ ժամանակի առեղծվածը։ Նախ սկսենք դրանից, որ մութ դարեր էին եւ այդ մութ դարեր ունեին 3 բնութագրական հատկանիշ։ Այդ դարերի 10%-ը բնակչության Եվրոպայի ներգրավված էր կրոնական ծիսական պրակտիկայում։ Այսինքն 10%-ը կամ ճգնավոր էին, կամ տերտեր էին, կամ քահանա էին, կամ կուսանոցում կույս էր, եւ ահա այդ 10%-անոց կրոնական մասը ընդհանրապես դուրս էր մնում երկրի մշակութային եւ արվեստային կյանքից եւ չէր մասնակցում եւ դեռ ավելին թելադրում էր իր կանոնները։ Հետո եթե նայենք այդ ժամանակվա ճարտարապետությանը, մենք ուղղակի կապշենք, թե ինչպես կարելի է լիովին արհամարել հունական ճարտարապետության տրադիցիաները եւ գալ ուղղակի փոքրիկ տնակներ, հիմնականում գյուղատնտեսական տարածքերի ժամանակ Եվրոպան եւ այդտեղ փոքրիկ հյուղակներ սարքել եւ այդ հյուղակները զարդարել շատ պրիմիտիվ փոքր զարդերով եւ հանկարծակի այդ միջին դարերի միջից սկսում է բարձրանալ քաղաք պետությունների ֆենոմենը, բարձրանում է Ֆլորենցիան, բարձրանում է Պադուան, եւ երբ որ մենք խոսենք այսպես մի քիչ մեր տեղական խնդիրների մասին, որտեղ հայերը շատ են ասում, որ մենք միշտ գտնվում էինք քաղաքական խժդժությունների եւ զավթումների մեջ։ Ուրեմն այնքան շատ զավթումներ եւ ներքաղաքական խժդժություններ, ինչքան տարել են Ֆլորենցիան, Պադուան եւ իտալական այլ քաղաքներ, հնարավոր չի պատկերացնել, բայց արի ու տես, որ այդ խժդժությունների մեջ եւ նույնիսկ մի բան էլ ավելացնեմ, այնքան շատ զոհեր, ինչքան տարավ մեծ ժանտախտ, այսպես կոչված սև մահը, նույնպես հնարավոր չի պատկերացնել։ Եվրոպայի 1/3-ը դատարկվեց, մարդ չմնաց։ Եվ չնայած այդ բոլոր խնդիրներին, այդ նույն քաղաքական խժդժությունների, այն նույն ժանտախտի վտանգի տակ սկսեց բարձրանալ վերածնունդը։ Վերածնունդը ցույց տվեց, թե ինչ զենք է քրիստոնեությունը, որովհետև նույն բարբարոսներն էլ, որ եկան Եվրոպա, նրանք ընդունել էին կաթոլիկ հայրերը, նրանց կարողացել էին հասկացնել քրիստոնեությունը ինչ է, եւ նրանք իրենց ձևի կարողացան այդ քրիստոնեությունը գործարկել, սարքելով իրենից մի որոշակի զենք։ Եվ քրիստոնեությունը դարձավ վերածննդի հիմնարար արժեքը, որովհետև հենց քրիստոնեությունից վերածնունդը վերցրեց այն, ինչ որ ամենակարևորն է, դա ճանապարհն է, դա ներքին կոդեքսն է դեպի լավը, այսինքն good եւ God բառերը։ Դա ես ասեմ, որ դա շատ տարածված էր, դա շատ տարածված էր վերածննդի մեջ, ամենտեղ գտնվում էր մի որոշակի գաղտնի շիֆր։ Ես այդ շիֆրերից մեկը ասեմ, որը երևի հետաքրքիր է։ Ռոմա բառը, այն հռոմեական կայսրությունը, որի հետնորդներն էին իրենց համարում վերածննդի ներկայացուցիչները, նույնիսկ Պետրարկան ինքը համարում էր, որ շատ լավ կլիներ, որ ես ապրեի հռոմեական կայսրությունում, միտքս թռչեր ժամանակից եւ տարածությունից դուրս, դա էլ շատ կարևոր պոստուլատ է, թռչել ժամանակից եւ տարածությունից դուրս, ապրել վեր ժամանակյա, վեր տարածական մի գաղափարում, իսկ դա իդեպ ասեմ բնորոշ է միայն մարդակենտրոնություններին, որտեղ մենք միշտ սովորենք, չէ, դետերմինիզմ կա, մարդը հանգամանքների զոհ է, մարդը տարածական նպատակների զոհ է, ինչքան առաջ ենք ընթանում, ասում ենք, մարդը գենետիկայի զոհ է, այսինքն ինչպես գենը քեզ որոշի, այնպես էլ դու քեզ կպահես, բայց իրականում պարզվում է, որ ոչ, մարդը ամբողջովին եւ լիակատար կախված է իր ազատակամքից եւ այն վեկտորից, որը նա կընտրի։ Դանթեն դրա համար ընտրել էր եռաչափ հոգի կոնցեպցիան
Եվ ես դրա մասին էլ կուզենամ ասեմ, ինչու է ես հենց Ռոմից սկսեցի, որտեղ Ռոման երբ որ շրջում ես, դառնում է ամոր։ Ամորը դա սերն է եւ դա հատուկ շիֆր է, որ էլի փակված է այդ քաղաքի պատկերացման եւ ըմբռնման մեջ, լատինական ամոր բառն է։ Ու երաչափ հոգին գտնվում է այսպես կոչված մի բուրգի մաս է կազմում եւ այդ երաչափ բուրգը տանում է այսպես առաջին բաժնում մարդու բնազներն են, որի մեջ նաեւ վավաշոտություն կա, երկրորդ բաժնում մարդու կամքն է ազատ եւ երրորդ բաժնում ռացիոնն է, այն ինչ որ մենք անվանում ենք ուղեղ, այն ինչ որ մենք անվանում ենք ըմբռնում եւ ազատ կամքը ինքն է որոշում ուր տանի մարդուն դեպի ներքև, դեպի իր կրքերը, թե դեպի վերև, իր ուղեղը, որ վերածնդի պատկերացմամբ ուղեղը ամենակարևոր գործիքն էր, որովհետեւ նա էր ապահովում ստեղծագործությունը։ Այսինքն գնալու ես դու դեպի բեստիալություն, ինչպես դա նեոպլատոնական ուսմունքն էր։ Հա, բեստիալություն դեպի քո բնազները, դեպի քո կենթանական կերպը, թե բարձրանալու ես դու արդյոք դեպի քո ուղեղի բարձրագույն կատարելատիպը, դա որոշում էր միայն քո ազատ կամքը եւ սքանչելի ուղակի Դանթեն դրա վրա սարքում է մետաֆոր։ Իդեպ ասեմ, որ շատ վեճեր կան, թե արդյոք աստվածային կատակերգությունը դա վերածննդի գործն է, թե միջնադարյան թեոլոգիայի գործն է, ես հիմա ուղղակի 3 կետով կապացուցեմ, որ իհարկե Դանթեն պատկանում է վերածննդի եւ նույնիսկ ոչ նախավերածննդի, այո, վերածննդի նախերգակն է, բայց հաստատ դա միջնադարյան կոնցեպցիա չի, ուղղակի վերցված է միջնադարյան տեսակները, միջնադարյան կերպերը, միջնադարյան իմիջները, բայց դրա վրա սարքված է մարդակենտրոն կոնցեպցիան։ Եվ ահա այս մետաֆորը օրինակ բերեմ, ասում է գրավիտացիա կա։ Գրավիտացիա կա, երկիրը դուք գիտեք ունի գրավիտացիա եւ յուրաքանչյուր առարկա, յուրաքանչյուր սուբստանց ունի իր կշիռը։ Եվ մարդն էլ իբրև առարկա եւ սուբստանց ունի իր կշիռը։ Եվ այստեղ խնդիրը թե այդ գրավիտացիան ուր կտանի։ Տեսեք, երբ որ մենք մի ծանր երկաթ գցում ենք գետնին, այն ընկնում է գետնին, եւ դա մի տիպի գրավիտացիա է։ Կրակը երբ որ վառում ես, կրակը բարձրանում է վերև, եւ դա մի ուրիշ տիպի գրավիտացիա է, եւ միայն մարդուց է կախված, մարդու ազատ կամքից է կախված, թե իր հոգին ուր կգնա, կիչնի դեպի ներքև, դեպի բեստիալություն, թե նրա կհաղթահարի գրավիտացիան եւ կբարձրանա դեպի վերև։ Զարմանալիորեն վերածննդի մեջ ամեն բան անվանական է։ Երբ որ մենք խոսում ենք ճարտարապետական հեղափոխությունների մասին, անմիջապես անուններ ենք տալիս, հա, Դոնատելլո, Մասաչիո, Բրունելեսչի, այսինքն այդ մարդիկ ակներևաբար ամեն մեկը պատասխանատու է մի գործողության, մի դիտարկման, մի հեղափոխության համար եւ վերածնունդը նաեւ նկարչության մեջ արեց 2 հեղափոխություն, որոնք կարող են թվալ զուտ նկարչական, այսինքն մենք կարող ենք սահմանափակվել զուտ արվեստի շրջանակներով, բայց եթե մենք ավելի լայն դատենք եւ մենք հասկանանք, թե ինչ տվեց վերածննդի նկարչությունը ոչ միայն նկարչությանը, այլև մշակութային կոնցեպցիային։ Առաջին հայտնագործությունը դա պերսպեկտիվան էր, հեռանկարը, այսինքն եթե առաջ մարդիկ նկարում են, միջնադարյան նկարները, եթե մենք նայենք այդ ֆրեսկաները, մենք կտեսնենք, որ հեռու եւ մոտիկ օբյեկտները իրեն գտնվում են նույն տարածության, նույն դիրքի մեջ եւ նկարը ինքնին տափակ է, այսինքն այդ նկարը ինքնին ոնց որ ուրվագծեր են։ Վերածնունդը պերսպեկտիվան առաջ բերելով ցույց տվեց ուղղություն, այսինքն մարդը շարժվում է թե իր ֆիզիկական տարածքում, մարդը շարժվում է թե իր նկարած տարածքում, մարդը շարժվում է իր ստեղծագործական գրողական տարածքում եւ մանավանդ գրողական տարածքում, մանավանդ պոետական տարածքում, որովհետեւ ինչպիսի գյուտեր լինեն, իդեպ այդ գյուտերի մասին հետո ես 2 բառ խոսեմ, վերածնունդը դա պոետների դար է։
միջնադարյան բավականին սոլիդ կրթական համակարգից չի կարելի ասել, որ դա վատ կրթական համակարգ էր, այո, աստվածաբանությունը այնտեղ կենտրոնական էր, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Կային բազմաթիվ առարկաներ, որոնք վերածննդի համար թվում էին ամենաէականը եւ այդ առարկան բառի ձևակերպման սկզբունքն էր, այսինքն ճիշտ արտահայտելու, ընդ որում ճիշտ արտահայտվելու խոսակցական լեզվով, այսինքն լեզվի հեղափոխությունը լատիներենից, սխիզմներից, կլիշեներից անցումը դեպի խոսակցական լեզվի գրական մշակմանը։ Եվ իզուր չէ, որ այդպիսի մի կատակ արեցին Պետրարկան եւ իր ընկերները միջնադարյան դասախոսների, միջնադարյան ինստիտուտների դասախոսների անունից սկսեցին իրար նամակներ գրել եւ հրապարակել առ այն, որ ախ Աստված, ինչ սքանչելի էր դարը եւ ժամանակը առանց պոետների։ Պոետներն են, որ եկել են եւ քանդում են ժամանակը, բայց պոետների այդ կատակային վերաիմաստավորումը հետո տվեց Դանթեն։ Ես խոստացել էի, որ կասեմ, թե ինչու էր Դանթեն իրականում վերածննդի գրող եւ ես կապացուցեմ։ Նախ դա նրա 5-րդ կանտոյում նրա հայտնի ֆրազն է 22-ից 78-րդ տողերում Դանթեն ասում է. նույնիսկ դժոխքը ունի արժանի հոգիներ։ Այն բանը, որ դժոխքի մեջ Դանթեն իր թեոլոգիական սկզբունքով տեղադրում է արժանի հոգի, դա նշանակում է, որ մարդու կարևորումը, մարդու արժանիքների, չէ՞, այսպես էր վերածննդը շատ սքանչելի բաժանում էր արժանիքները, ունեցիր քաղաքացիական արժանիքներ, այսինքն հասարակության համար նորմալ մարդեղի, տեղը տեղին ամիջ օրենքները պահպանի, հետո եթե կարող են ունեցիր հոգևոր արժանիքներ, այսինքն հասիր աստվածային կերպին եւ կերպարին։ Երկրորդ վերածննդի Դանթեին մոտեցնող կոնցեպտը դա այն է, որ առաջին մարդկանց անունները, որոնք նա տալիս է դժոխքի առաջին կանտոյում, դրանք պոետներն են։ Նա տալիս է Օվիդիոսի անունը, նա տալիս է Հոմերոսի անունը եւ Վիրգիլիոսը դա մարդ էր, որ իրեն տանում էր եւ Վիրգիլիոսը հենց այն կարևոր մարդն էր, որը համարում էր, որ պոեզիան ավելի կարևոր է, քան փիլիսոփայությունը։ Դա վերածննդի հիմնական պոստուլատն էր։ Պոեզիան ավելի կարևոր է, քան փիլիսոփայությունը, փիլիսոփայությունը ոչ թե պետք է տա աշխարհի բացատրություն, այլ պետք է փորձի տալ աշխարհի բարոյականությունը։ Ազատ կամքը պետք է մարդուն առաջնորդեր դեպի վերև։ Եվ գիտեք ինչ, այդ վերև առաջնորդումը շատ լավ երևում է վերածննդի ճարտարապետության մեջ, երբ որ մենք նայում ենք այն նկարազարդված գմբեթներին, երբ որ նայում ենք այն մարդկային կերպարով, բավականին չաղլիկ հրեշտակներին, որոնք մարդուն տանում են դեպի վերև, մենք հասկանում ենք, որ վերածնունդը գալիս աստիճանաբար մոտենում է մյուս կարևոր կետին, մարդու հոգին, որը դեռևս միջնադարում կար, դառնում է իրեն։ Այսինքն մարդը վերջապես ստանում է իր հոգին, փիլիսոփայորեն, մշակութաբանորեն, արվեստաբանորեն մարդու հոգին նվիրում են իրեն։ Նա ազատ է տնօրինել, իհարկե ցանկալի է, որ դա այդ տնօրինումը ծառայի ընդհանուր լավին, բայց դա արդեն էական չի, մարդը ստանում է իր հոգին եւ հետեւաբար տրամաբանորեն հոգին ստանալուց հետո մարդը ստանում է իր մարմինը եւ դա վերածննդի համար շատ կարեւոր խնդիր էր մարդը մարմնական կոնցեպտը վերջապես սկսում է ըմբռնել որպես սկզբում անխուսափելիություն, որովհետև Դանթեն մարմինը համարում էր անխուսափելի, ասում է, դե ինչ արած, մարմինը անխուսափելի է, հոգին եւ մարմին իրար հետ չի գնա, իսկ հետո իբրև նվեր։
Երբ որ մենք արդեն կանցնենք Ռաբլեի գրվածքների, մենք կտեսնենք, որ մարմինը արդեն աշխատում է իբրև նվեր։ Երբ որ մարդու հոգու կոնցեպտը մենք ներդնենք վերածննդի կոնցեպտի մեջ, հոգու կրեատիվության, որովհետև ոչ կրեատիվ հոգին ոչ մեկին պետք չէ, իսկ վերածննդին առավել եւս։ 5-րդ կանտոյում, երբ որ հանդիպում են իրար երկու կին, այսպես համեմատվում են Բեատրիչեն եւ Ֆրանչեսկան, եւ Ֆրանչեսկան դնում է բացարձակ էգզիստենցիալ փիլիսոփայական հարցեր, մենք հասկանում ենք, որ դա դնում է ոչ թե Ֆրանչեսկան, այլ դնում է Դանթեն, ասում է, իսկ ինչ անես, իսկ միթե մի պահ երջանկությունը, մարմնական երջանկությունը արժանի չի հավերժական պատժի, չէ՞ որ կարող են պահեր լինեն, որ մի պահ երջանկությունը հնարավոր լինի, արժանի լինի համարել հավերժական պատժի, իսկ դա նշանակումն է, որ թեոլոգիական կլիշեն ջարդվում է եւ մեր առջեւ արդեն քննող մարդն է, պոետը տալիս է հարցեր, եւ երբ որ Դանթեն իրեն դնում է 6-րդը համաշխարհային պոետների մեջ տալիս է այդ հունական կլասիկայի անունը եւ ասում է ես 6-րդն եմ, նշանակում է նա բաժանում չի դնում հեթանոսական եւ քրիստոնեական պոեզիայի մեջ եւ դա նշանակում է, որ այդ սահմանագիծն է խախտված եւ երկրորդ, որ Դանթեն հասկանում է եւ վերածնունդը հասկանում է, որ պոետական միտքը վերափոխելու է աշխարհը։ Վերջ-վերջում ինչ է պոեզիան։ Պոեզիան դա աշխարհ ստեղծելու գործընթաց է։ Մարդը ստեղծում է յուրօրինակ աշխարհ, եւ եթե դուք նայեք աստվածային կատակերգությունը, դուք կտեսնեք, որ հերոսը դուրս է գալիս ճանապարհ, եւ այդ տրայեկտորիան դա կոսմոգոնիկ տրայեկտորիա է, այսինքն դա նեոպլատոնական շրջանակն է, դու պետք է գնաս ներքև դեպի դժոխք, որպեսզի դա բարձրանաս վերև։ Եվ այս պարագայում իհարկե մարմինը անխուսափելի է, այսինքն մենք դեռևս դիտարկում ենք մարմինը իբրև անխուսափելի, մարմնի անխուսափելիության հետ դեռևս հաշտվում է Դանտեն, իսկ հետո մարմինը նաև ցանկալի է, որովհետև ճանապարհորդության դուրս կգա նաև Ռաբլեի հերոսը վերածննդի մյուս կուլտային աշխատության ներկայացուցիչը, նա դուրս կգա ճանապարհորդության եւ ես կուզենամ երկու պարագայում էլ ֆիքսեմ այդ ճանապարհորդության վերջնական նպատակը, վերջնակետը, հերոսը գնում է դժոխք, որպեսզի հասնի դրախտ, իսկ դրախտը ինչ է, կատարյալ սեր, կատարյալ բարություն եւ կատարյալ իմաստություն, որը անverջ նշվում է աստվածային կատակերգության մեջ, իմաստություն, աստվածային իմաստություն, գիտություն, Ռաբլեի հերոսը գնում է դեպի կախարդական շիշը եւ ստանում է այնտեղից ընդամենը մի պատգամ, drink, խմիր, այսինքն խմիր իմաստության շշից եւ դու կվերաիմաստավորես, կհասկանաս աշխարհը։ Իսկ եթե ալեգորիկ դատենք, իսկ ալեգորիկ դատելը վերածննդի մեջ պարտադիր է, գիտեք, չէ՞, դա պարտադիր բան է, որովհետև պոլիսեմանտիզմը դա հենց Դանթեից եկող տրադիցիա է, բայց մինչև Դանթեն էլ կար։ Դա այն է, որ տեքստը դու դիտարկում ես A. պատմական տեսանկյունից, B. ալեգորիկ տեսանկյունից, G. բարոյական քրիստոնեական տեսանկյունից եւ վերջինը դա իհարկե անալոգիկ պատմություն է եւ այդ տեքստերի բազմանթերցումը գալիս է հենց քրիստոնեական կրոնի առանձնահատկությունից, որտեղ դու գիտեք, չէ, քրիստոնեական կրոնը բաժանվում է երկու մասի՝ հին կտակարան, նոր կտակարան։ Հին կտակարանը դա խոստումն է, ինչ որ լավի։ Նոր կտակարանը դա արդեն իրականացված խոստումներն են, որովհետև հին կտակարանը խոստում է տալիս փրկչի գալու եւ նոր կտակարանը այն իրականացնում է եւ յուրաքանչյուր հաջող արևմտյան քաղաքակրթության ստեղծագործություն ինքը այդ երկու խոստումների բոշխնումն է, այդ երկու խոստումների միացումը։ Երբ որ դու սկսում ես ճանապարհը,
հա դու խոստում ես տալիս, որ այդ ճանապարհը կհասնի հաջող ավարտին, եւ երբ որ այդ ճանապարհը վերջանում է, այդ հաջող խոստումն իրականանում է։ Եվ մենք եկանք հասանք վերածննդի ժամանակաշրջանի կարևորագույն կոնցեպտին, թե ինչով է նա տարբերվում վերջ-վերջո բոլոր դարաշրջաններից եւ բոլոր շարժումներից։ Նրանով, որ եթե ասենք միջնադարը եւ դրանց հետո շատ նույնիսկ կլասիցիզմը, հա նույնիսկ ռոմանտիզմը որոշում էին մարդու դերը եզրական հիերարխիայում, ապա վերածնունդը կոսմոսը տեղադրում է մարդու մեջ, այսինքն այսուհետ տիեզերքը գտնվում է մարդու մեջ։ Կանչելի օրինակ կա արդեն կատակախառն Ռաբլեի ստեղծագործությունից, բայց դա բնավ նշանակություն չունի, երբ որ անձրև էր գալիս գարգանջյան այդ հսկայական մարդը վերածննդի մարմնի խրախճանքը, հա, դա արդեն այն մարմինն է, որ ոչ թե դանթեական անխուսափելի մարմինն է, դա արդեն այն մարմինն է, որը տրվել է իբրև նվեր, իր լեզվի կեսով ծածկում է զորքի կեսը եւ Ռաբլեն արագ գնում է դեպի նրա ներսը եւ ներսում, հա, նա սկսում է ուսումնասիրություններ, տեսնում է սրտի շրջանում ворս են անում մարդիկ, տեսնում է լյարդի շրջանում կաղամբ են տնկում, կոկորտի շրջանում աղավնիներ են ворսում, որոնք գալիս են այն աշխարհից, ասում է որտեղից են գալիս այդ աղավնիները, ասում է գալիս են այն աշխարհից, ասում է եւ ես ենթադրեցի, որ աղավները գալիս են ներս, երբ որ կարծում են, որ գարգանջյան հորանջում են, նրանք մտնում են աղավնաբուն եւ այն ժամանակ աղավներին ворսում են, բայց եթե հումորիկ տեսարաններից մի պահ абստրահվենք, մենք տեսնում ենք կոսմոգոնիկ պատկեր, որտեղ Ռաբլեն բացահայտ ասում է մարդը ինքնին աշխարհ է, մարդը ինքնին տիեզերք է, եւ եթե դա վերածնունդը տալիս է, ֆրանսիական վերածնունդը տալիս է մարմնական տեսանկյունից, ապա ասենք Դանթեի մոտ, երբ որ ինքը հոգին իջնում է դժոխք եւ ինքը բարձրանում է դեպի վերև, այդ նույն ներսի ճանապարհը, այդ ուրիշ աշխարհի ճանապարհը կատարում է մարդու հոգին, բայց արդեն հոգեվոր մակարդակով, բայց բնավ նշանակություն չունի, թե որ աստիճանով եւ որ մակարդակով հոգին կկատարի իր այդ ցիրկուլյացիան, այդ նեոպլատոնական այդ ոնց ասեմ դες հանգույցը որտեղ կավարտվի, միևնույն է դրա վերջնական ճանապարհը մարդու ազատ կամ արտահայտումն է, որը որոշում է նրա տեղը տիեզերքում։